Հայաստանի Հանրապետության արտաքին գործոս նախարարությունը հայտարարություն տարածեց Սումգայիթի չարթերու 38-րդ տարելիցին առիթով 1988 թվականին Սումգայիթի կոդորածներու զոհերու հիշատակի այս օրերում մենք հարկանքի դուր կմատուցենք սպանված հարյուրավոր հայերու հիշատակին մոտ կես միլիոն մարդ բռնի տեղահանված է հիշողությունը միայն անցյալի մասին մտորելու մասին չէ այն կվերահաստատի մեր համատեղ պատասխանատվությունը պաշտպանելու մարդու իրավունքները մերժելու ադելությունն ու ադելության խոսքը բոլոր դրսևորումներով միաժամանակ անսասան աշխատելով հաշտեցման եւ երկարատև խաղաղության համար նշված է արտաքին գործոս նախարարության հայտարարության մեջ Հայաստանի մեջ Միացյալ Նահանգներու տեսփանադուն հայտարարություն տարածեց կապված 1988 թվականին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի մեջ հայերու զանգվածային չարթերու 38-րդ տարելիցին առիթով այսօր մենք կմիանանք հայերուն սկալով եւ դուրք մատուցելով 1988 թվականին Սումգայիթի մեջ զոհվածներու հիշատակին ըսված է տեսփանադան գրառման մեջ Վարչապետ Նիկոլ Փաշինյան հանդիպում ունեցավ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիի հետ, ինչպես տեղեկացուցին Հայաստանի վարչապետի աշխատակազմեն։ Լեհաստանի նախագահը ողջունած է վարչապետի այցելությունը եւ կարևոր նկատած Հայաստանի եւ Լեհաստանի միջև ռազմատեխնիկական ոլորտի ներս ստորագրված համաձայնագիրը։ Կարոլ Նավրոցկին համոզմունք հայտնած է, որ երկու երկիրները պիտի շարունակեն զարգացնել եւ ամրապնդել համագործակցությունը բոլոր ոլորտներու մեջ։ Վարչապետ Փաշինյան ընդգծած է Հայաստանի եւ Լեհաստանի միջև աշխույժ փոխգործակցության կարևորությունը։ Վարչապետը ընդգծած է Լեհաստանի թերը Հայաստան-Եվրամիություն գաբերու խորացման, մեր երկրի մեջ իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներու իրականացման եւ հարաճմողման գործի մեջ։ Զրուցակիցները միտքեր փոխանակած են նաեւ դարաձաշրջանային նշանակության այլ հարցերու շուրջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան հանդիպում ունեցավ Լեհաստանի Հանրապետության ձեռագույտի նախագահ Մալգոժատա Գիտավաբլոնսկայի հետ։ Զրուցակիցները կարևոր նկատած են միջխորհրդարանական համագործակցության շարունակական զարգացումը եւ միջազգային հարթակներու վրա փոխգործակցության խորացումը։ Հանդիպման ընթացքին անդրադարձ կատարված է Հայաստան-Լեհաստան երկկողմ հարաբերություններու օրագարկին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջև համագործակցության զարգացման հերանեկարներուն։ Կողմերը միտքեր փոխանակած են դարաձաշրջանային զարգացումներուն, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերու։ Վարսոյի մեջ վարչապետ Նիկոլ Փաշինյան այցելեց անհայտ զինվորի հուշահամալիր եւ հարկանքի դուրք մատուցեց։ Վարչապետը Բադվո բահագախումբի ուղեկցությամբ Ծաղկեպսակ դրավ հուշահամալիրին կով ծանոթացավ հուշահամալիրի պատմությամբ։ Արարողության ընթացքին հնչեցին Հայաստանի եւ Լեհաստանի pedagogan օրհներկերը եւ տեղի ունեցավ զինվորական քայլերց։ Գերմանիո մեջ Հայաստանի տեսփան Վիկտոր Էնգիբարյան հանդիպած է Բունդեստագի պատգամավոր Յոհաննես Շրապսի հետ գահիտնե տեսփանատունը։ Հայաստան եւ Գերմանիա անցյալ դարվան դեկտեմբերին ստորագրեցին գործընկերության ռազմավարական օրագարկի հռչակագիրը, որը կսահմանի քաղաքական տնտեսական զարգացման եւ կարողություններու ամրապնդման, մշակույթի, գրթության, գիտության, անվտանգության եւ պաշտպանության ոլորտները ներս ավելի սերտ համագործակցություն։ Եվրոպական միության հետ Հայաստանը նույնպես ստորագրեց գործընկերության ռազմավարական օրագարկի հռչակագիրը, որը իր հերթին կսահմանի համագործակցության ժողովրդավարության, իրավունքի քերագայության, արդարադատության բարեփոխումներու, մարդու իրավունքներու, տնտեսական զարգացման, ուժանույթի անվտանգության, արևդուրի, ինչպես նաև անվտանգության եւ պաշտպանության ոլորտները ներս։ Տեսփան Վիկտոր Էնգիբարյանի եւ Բունդեստագի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Յոհաննես Շրապսի հանդիպման ընթացքին կարևոր նկատված է Բունդեստագի հետ համագործակցությունը ստորագրված փաստաթուղթերը կյանքի կոչելու բարունակի մեջ։ Ամերիկայի կողմեն Իրանի վրա հնարավոր հարված պատճառ չի դառնար երկարատև հագամարտության մերձավոր արևելքի մեջ, այս մասին վստահություն հայտնած է Ամերիկայի փոխնախագահ Ջեյդի Վենս։ Այն միտքը, որ մենք տարիներ շարունակ պատերազմելու ենք մերձավոր արևելքի մեջ առանց որևէ ավարտի, ադոր հավանականություն չկա, ըսած է Վենս The Washington Post-ին տված հարցազրույցի մեջ։ Վենս քննարկած է Իրանի վրա Ամերիկայի հնարավոր հարվածի հնարավոր հետևանքները, հստակեցնելով, որ Վաշինգտոնի վարչակազմը չի բացառեր նման քայլերը։ Ըստ Վենսի Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի կողմեն քննարկվող դարբերակները կներառեն ռազմական գործողություններ համոզվելու համար, որ Իրան գորիզային զենք պիտի չունենա։
Իրանի արտաքին գործոստնախարար Աբբաս Արաքջին հայտարարած է, որ Իրանի եւ Միացյալ Նահանգներու միջև անուղղակի բանակցություններու երրորդ շրջանը մինչ օրս ամենեն հրադապն էր, քննարկումներու մեջ առաջընթաց կարձանագրված է, այս մասին Արաքջի X-ի հարթակին գրած է։ Արաքջի ավելցուցած է, որ քաղաքական ուղին զուգահեռ խումբերը հրաչիգա օրերում պիտի հանդիպին Վիեննայի մեջ։ Անոր խոսքով այդ խումբերու առաքելությունը նույնքան կարևոր է, որքան քաղաքական խումբի խնդիրը։ Արաքջի նաեւ շնորհակալություն հայտնած է Օմանին միջնորդության համար, ինչպես նաև զվիցերիո բանակցությունները հյուրընկալելու համար։ Ամերիկայի եւ Իրանի միջև անուղղակի բանակցություններու երրորդ շրջանը տեղի ունեցավ Ժնևի մեջ 26 փետրվարին։ Ժնևի մեջ ավարտին հասած են Ուկրաինայո մեջ խաղաղության հասնելու շուրջ բանակցությունները։ Ռուսական լրատվական գործակալություններուն տվյալներով Ժնևի մեջ տեղի ունեցավ նաև Վիտկոֆի եւ Քուշների հանդիպումը Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դիմիտրիևի հետ։ Ումերով նշած է, որ բանակցությունները անցած են երկու ձևաչափով, առանցին հանդիպած են Ուկրաինայու եւ Ամերիկայի պատվիրակությունները, ինչպես նաև տեղի ունեցած են երակողմ խորհրդակցություններ զվիցերիո ներկայացուցիչներուն մասնակցությամբ։ Անոր խոսքով Ժնևի խորհրդակցություններու ընթացքին կողմերը աշխատած են նաև Ուկրաինայու վերականգնման վերաբերյալ փաստաթուղթի վրա եւ պայմանավորված են շարունակել այդ աշխատանքը։ Հանդիպումներեն հետո ուկրաինական պատվիրակությունը, ինչպես նաև Վիտկոֆ եւ Քուշներ հերախոսազրույց ունեցած են Ուկրաինայո նախագահին հետ։ Ուկրաինայո նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանով հայտարարած է, որ իրեն հայտնի չէ որևէ վերջնաժամկետ, որուն ընթացքին Թրամփի վարչակազմը կփապակեր ավարտել պատերազմը։ Երեկոյան Ուկրաինայո նախագահ Զելենսկին հայտարարած է, որ Ամերիկայի, Ուկրաինայու եւ Ռուսաստանի մասնակցությամբ հաջորդ երակողմ բանակցությունները կարող է տեղի ունենալ մարտի սկիզբը Աբու Դաբիի մեջ։ Պակիստան գիշերը Աֆղանիստանի խոշոր քաղաքները թիրախավորած է իշխող Թալիբան շարժման կառավարական թիրախներ։ Պակիստանի պաշտպանության նախարարը հայտարարած է, որ երկիր այս հագամարտությունը կհամարե բաց պատերազմ։ Կողմերը հայտնած են տասնյակ զոհերու մասին։ Այս մասին կհաղորդե Reuters գործակալությունը։ Պակիստանի կառավարության խոսնակ Մուշարրաֆ Զայդին հայտարարած է, որ իրենց ծինված ուժերու հակահարձակումը Աֆղանիստանի թիրախներուն ուղղությամբ կշարունակվի։ Հեղինակավոր Los Angeles Times բարբերական հրապարակեց ծավալուն զեկույցը նվիրված Հայաստանի զարգացման հերանեկարներուն եւ երկրի ներդրումային գրավչության։ Հայաստանի արհեստագիտական ոլորտի զարգացման ռազմավարությունը արձանագրված առաջընթացն ու հարաճիգա նպատակները բարբերականին հետ զրույցին ներկայացուցած է Հայաստանի բարձր արհեստագիտական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրաբետյան, ընդգծելով, որ երկիրը քայլ առ քայլ կվերածվի տարածաշրջանային արհեստագիտական հանգույցի։ Նախարարը անդրադարձած է Հայաստանի կառավարության կողմեն գդարվող համագարկային բարեփոխումներուն, շեշտադրելով pedagogan աջակցության 7 դարվան ծրագիրի նշանակությունը, որուն շրջանակներում մեջ ներդրված են հարգային արտոնություններ եւ նյութական աջակցության մրցունակ միջոցներ, նպատակ ունենալով արագցնել արհեստագիտական ոլորտի աճը եւ բարձրացնել միջազգային մրցունակությունը։ Ցեզի հետ Անի Զեյթունցյան